ոչ մի դրական պատասխանը չտվեցին այդ մարդը, թողեք ես։ Չէ, ին մարդը ոչ մի բան չասեց, որ մի հատ էլ գոհացնի կամ չգոհացնի։ Խնդրում եմ, թողեք ես գնամ տուն, այդ մարդը գնաց իր տուն իր հարցերով, ոչ մի պատասխան չտվեց, թե հարցի լուծում երբ կտան։ Գնացեք սպասեք 5-6 ամիս ոնց անում։ Բանկը կգա ավտոն կտանի, տունը կտանի, չգիտեմ երեխեքին կանեն շպրտեն դուս, ինչ կանեն կանեն, դե մեր խնդիրը չի։ Կառավարությունը, բայց կառավարությունն իր տեղում չի, ոչ էլ իր հարցերով զբաղվում կառավարությունը։ Պատասխանը չստացավ։ Ոչ մեկ էլ պատասխանատվությունը չտվեց այդ մարդուն։ Եթե երկուշաբթի օրը դրական պատասխան չստանաք, ինչ եք անել։ Չգիտեմ, այդ արդեն, չգիտեմ։ Հիմա որ ասեմ, դա կարող շատ վատ լինի, չգիտեմ։ Չգիտեմ, ես մարդիկ Գալու են ֆուրերով տղեկը, սա գալու են փակեն։ Ամեն առաջին էդի իրաց կարել է, մեզ չի կարելի։ 3-4 սատ երեխա ունեմ, ես հաստատ իմ երեխեքին չեմ վեկալու այդամ դուրը նստեմ, ակվա բանկից գան այդ տունը առնեն այդան իմ ձեռից։ Սաղ ըստեղ 90% վարգերի տակ են 4-5 հատ էլ մանր երեխա ունեմ։ Չէ, երեխեքին վեկալու եմ կամ ստե վրան խփեմ, տուն Նիկոլ Փաշինյանը գա պայ այդ երեխեքին։ Եթե կառավարությունից ձեր ակնկալիքները չարդարացվեցին, հա, փաստորեն ձեզ բավարար պատասխան չտվեցին, դուք պատրաստվում եք Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն գնալ, նրանցից ակնկալել։ Էդամ ռուսին ինչ ասեմ ես, գնացել եմ։ Հələ մի րոպե, հələ տղեկ ջան, հələ մի րոպե, ես մեր քուրիկը հարցնում եմ, ու էդամ ես Ռուսաստան ինչ ասեմ Ռուսաստան։ Էդամ ասեմ օրենքը փոխի։ Բա։ Նրանցից չեք պահանջում, Նրանցից ինչ պահանջենք։ խնդրեք թեկուզ։ Եթե խնդրելով ելնի, ես նրանց են խնդրում էլ ինչ տարբերություն, նրանց խնդրեմ թե սրանց։ Խնդրելու ման ինչ տարբերություն եմ խնդրում։ Սական պասպորտ տվեք, մենք մտնենք դուրս գանք, ավելի լավ է թան կլենք ընտրի քաղաքացի, որ ընդ գոնե մեզի հարգեն, ասեն դա պասպորտը ցույց տաս, սաղ տեղերը քո համար կանաչ լուսալները, ոչ թե այստեղի նման։ Մարդիկ ժամը 7-ից իրանց ավտոները թողած տունը թողեք եք այլել են ըստեղ։ Երկուշաբթի նույն պատմությունն ասելով ասում ինչ որ դրական ազդակ կա։ Մի սպասենք տնանք այդ դրական ազդակը ճիշտ է, թե սուտ է։ Նոր հետո մենք մեր անելիքն անենք, քուրիկ ջան, մի ինչ ասեմ ես քեզ ինչ եմ անելու։ Մի ինչ կարող ասից էլեմենտա մատ ավտոխպինցի սպանեմ։ Ասես բայ այն տղեն ասեց, սենց բան եմ անել ու չի անում։ Դրա համար թող տնանք էլ ինչ ազդակ է։ Մեկից էս մարդիկ տեղյակ են եղել այս օրենքից։ Սաղս տեղյակ են եղել, չի որ մեր կառավարությունը տեղյակ եղել որ հունվարի 1-ից անցած տարվանից դեպորտի բանը զաբրի տակ եմ ցույց եմ տվել։ Ոչ վիզայի պետությունների քաղաքացիները իրավունք ունեն 90 օր։ Մենք իմացել ենք, որ մեզ չի վերաբերում, տամոժներում հարցել ենք։ Իսկ այսօր մենք խնդրի առաջ ենք այնay վերաբերվում է մեզ նույնպես։ Մարդիկ չգիտեն, ես այս ամսի 18-ին վարկ ունեմ 470,000 դրամ ակվա բանկում վարկ ունեմ ուծելու։ Եթե ես վաղը ինձ ինչ թողեցին ես ռեսետամ, ես չգիտեմ այդ ինչ անում։ Ստիված դետալու եմ ԴՀԿ դատարանից էլ գան այդ ավտոն տունը տանը պրսնենք։ Ես այտենց եմ, այս մարդը 1 միլիոն ունի, այն մարդը 100,000 ունի։ Ոչ մեկ պատասխանը չտվեց այս մարդկանց։